Ողջույն հարգելի հետևորդներ, այսօր կապվել եմ Բեյրութ եւ զրուցել եմ Ազդակ օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանի հետ քննարկելու իրավիճակը Լիբանանում եւ ընդհանրապես Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը։ Բարև ձեզ, պարոն Գանտահարյան, շնորհակալություն, որ մեզ միացաք։ Բարև ձեզ, ես նույնպես շնորհակալ եմ։ Պարոն Գանտահարյան, եւ այսպես Իրանի եւ Միացյալ Նահանգների միջև չնայած որ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել երկշաբաթյա հրադադար, չնայած որ դրա շուրջ էլ կողմերը իրարամերժ հայտարարություններ են անում մինչև Իսլամաբադում, Պակիստանում առաջիկա հանդիպումը, միևնույն է Իսրայելը հայտարարում է, որ նա չի ճանաչում, որ այս հրադադարի մաս է Լիբանանը եւ նա շարունակում է հարվածները Լիբանանի եւ մասնավորապես Բեյրութի ուղղությամբ եւ հրադադարից հետո արդեն մի քանի հարվածներ են եղել, որոնք պատերազմի սկսումից ի վեր ամենածանր հարվածներն են, որպես այդպեսին բնորոշվում եւ կան զոհեր եւ վիրավորներ։ Կցանկանամ, եթե հակիրճ նշեք, թե ինչ իրավիճակ է Լիբանանում, ինչ է կատարվում ընդհանրապես Բեյրութում։ Այո, արժիոր նախաթե հարյուրավոր վիրավորներ, լուզումներ, կանտումներ եւ այս բոլորը համընկնեց Իրան Միացյալ Նահանգներ հրադադարի շուրջ վերացած համաձայնության հրապարակումի հետ։ Փաստորեն Իսրայելը անհանգիստ է, որ առանց իր հարցերը լուծելու, առանց իր առաջադրանքները կատարած լինելու գնում էին կողմերը համաձայնության եւ կարծում եմ դրանով է պայմանավորված եւ նաեւ այդ սաստիկ ռմբակոծումները, հրթիռակոծումները, լայնածավալ ավերումները, զոհերը, որոնք արջի օր գրանցվեցին։ 3 օր հայտարարվել պետական մակարդակով, այսօր ավելի հանգիստ է, այս թերևս բաց չէ, որ ռազմական գործողությունները ինչ ընթացք կստանան։ Առընթեր նաև խոսվում է ուղիղությունների մասին, որի համար նախապայմաններ կան, պետք է իսրայելյան ուժերը տարաբես հեռանան լիբանանյան տարածքներից, դադարեցնեն իրենց հարձակումները եւ այլն։ Բարդ է, այսինքն վարակությունների սկզբման մեկնարկի շուրջ շատ անորոշություն կա թերևս։ Գիտեք, Իրանը հրապարակեց 10 գետ իբրև առաջարկ նախապայման հրադադարի եւ 10-րդ գետը փաստորեն լիբանանյան դիտանկյունից ամենաուշագրավն էր, որովհետեւ Իրանը պահանջում էր դադարեցնել արտաքին ճակատի վրա ռազմական գործողությունները, ընդ որում հատկապես նշելով Լիբանանը։ Բայց շատ արագ արձագանքեց Իսրայելի վարչապետի գրասենյակը, ասելով, որ հրադադարի համաձայնությունը, այսինքն ունեց նախ հրադադարի համաձայնությունը, հետո ընդգծեց, որ այդ համաձայնությունը չի վերաբերում Լիբանանին եւ չի դարածվելու Լիբանանի վրա։ Եվ փաստորեն, ինչպես նշեցի, ավելի սաստկացրեց հրթիռակոծումները միաժամանակյա 100 հարձակումներ էին, 100 հրթիռակոծումներ, ավիահարվածներ եւ այլն։ Հիմա ուրեմն Լիբանանը նաև Պակիստանից, այս բանի միջոցով Պակիստանից բարձրապանում է պահանջում, որ այդ 10-րդ գետը ներառված է, այսինքն Լիբանանը ներառված է ընդհանուր համաձայնության մեջ, թե ոչ։ Հա, փորձում են ճշտել Պակիստանից, այո, որովհետև իրանական կողմը նշում է, որ ներառված է, Միացյալ Նահանգները հերքում են, ընդհանրապես ասում են, որ այն փաստաթուղթը, որը հրապարակել է Թեհրանը, իրականությանը չի համապատասխանում, որին որ Միացյալ Նահանգները նախապես համաձայնել էին։ Այո, յուրաքանչյուր գոմ յուրովի է մեկնաբանում հրադադարի համաձայնությունը եւ այստեղ հակասություն կա, դրա համար ուրեմն Լիբանանի վարչապետը Պակիստանի տեսփանի ջանքով ուրեմն այդ հարցը հղեց պաշտոնապես, որպեսզի միջնորդը բարձրապանի թե ճիշտ ինչ են համաձայնել։ Պակիստանից արձագանք կա։ Թերևս արձագանք չկա, բայց հետաքրքիր էր, որ Միացյալ Նահանգները որթեքրեց ուրեմն Թել Ավիվի պաշտոնական դիրքորոշումը առայն, որ չի ներառվել Լիբանանը, այնուամենայնիվ շատ հետաքրքիր է, որ Իրանը երբ հայտարարեց, որ փաստորեն հրադադարը չի արգելվում եւ վերստին պագեց Հորմուզի ջրանցքը, բայց գործողությունները չվերսկսվեցին։ Այսինքն գոմերը սկզբունքով գնում են բանակցության, չնայած քիչ առաջ լրատվություն գար, որ թերևս Իրանի պատվիրակները չեն գնացել Պակիստան։ Բայց հրադադարը մեծ հաշվով, չնայած որոշ մասնակի խախտումներին, պահպանվում է եւ սա դիդարժան երևույթ է հակառակ Իսրայելի կողմից ոտնձգությունների շարունակմանը։
Պարոն Գանտարյան, այսինքն դուք նաև միանում եք այն փորձագիտական կարծիքին, որոնք որ նշում են, ըստ որոնց Իսրայելի հետ համաձայնեցված չէր Իրանի եւ Միացյալ Նահանգների համաձայնությունը, քանի որ նշեցիք, որ Իսրայելը երևի թե դժգոհ է եւ դրա համար է սաստիկ ձևով հարվածում եւ մեկ հարակից հարց էլ լավ դիցուք եթե անգամ այդպես է ապա Իսրայելի նպատակը ո՞րն է պարզապես վնասելը վնաս պատճառելը Իրանի դիրքերին թե ինչ որ ռազմավարական նպատակների է փորձում հասնել իր տեսանկյունից։ Գիտեք, մեծ հաշվով Միացյալ Նահանգների կամ Իսրայելի հիմնական նպատակները դատերվում են եւ այդ առումով կարող են շահերի փախման գեդեր նկատել, որովհետեւ եթե Միացյալ Նահանգների համար այս բոլորից հետո բարձ է որ հիմնականը ֆորմուզն է եւ ընդհանրապես էներգետիկ համագարկի վրա որոշակի վերահսկողություն ունենալը բաժնեկցել այդ քերշահույթներին, նավթային վարելիքի եւ այլն Իսրայելի համար ռազմավարական առաջնային նպատակը Լիբանանի հարավում անվտանգության կոդու ձևավորումն է, որի ուղղությամբ ներխուժման տեսքով որոշակի դեղաշարժ է գրանցել, նախ ավելի լայն աշխարհագրություններ դիպել առաջադրանք, հետո ավելի սեմ աշխարհագրություն, այնուամենայնիվ այդ առաջադրանքը եւս դեռ չի իրականացնել։ Ուրեմն Իսրայելը փորձում է ընդհանուր համաձայնությունից առաջ իրականացնել իր առաջնային նպատակը առաջադրանքը հարավային շրջանում անվտանգության անմարտապնակ կոդի։ Ընդ որում այստեղ երանքային հստակ բացառություններ կա, եթե նախաբես մահանջը Հեզբոլլայի ուժերի հետ կաշումներ եւ դրա փոխարեն որի մասին նաեւ միավորված ազգերի գազագերբության թիվ 1701 բանաձևը կա, ուրեմն լիբանյան բանակն է, որ պետք է ստանցնի Հեզբոլլայի դիրքերը եւ դեղագայվի հարավային շրջանում։ Հիմա Իսրայելի առաջադրանքը ընդհանրապես անմարտապնակ տարածքի վերածելն է, որտեղ չլինեն ոչ լիբանյան պաշտոնական ուժեր, ոչ միջազգային խաղաղապահարակելություն իրականացող ստորապաշտոնումներ, այլ միայն բացառապես հաստատվի Իսրայելի զինյալ ուժերի կողմից։ Ուրեմն այս առաջադրանքը բավականին թե չի իրականացվել Իսրայելը անհանգիստ է, որ որևէ համաձայնություն լինի Թեհրանի եւ Վաշինգտոնի կողմից։ Բնականաբար նաեւ ազատյալ այլ խնդիրներ առաջադրանքներ Հեզբոլլայի ամբողջական զինատապում եւ այլն, որոնք դեղի չեն ունեցել։ Ուրեմն Այս համատեքստում ներողություն կուզեի հարցնել, որ Նեթանյահուն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երեք վերահաստատեց, որ նա փորձում է ինքն այնպես է ներկայացնում, հետևյալ կերպ, որ նա ընդառաջ է գնացել Լիբանանի իշխանություններին եւ հանձնարարել է սեփական կաբինետին բանակցություններ վարել Լիբանանի իշխանությունների հետ եւ երկու խնդիր է նախանշել, որպեսզի հասնել Հեզբոլլայի զինաթափմանը, որի շուրջ մինչև պատերազմը խոսակցություններ կային, եւ երկրորդ հասնել պատմական համաձայնության Լիբանանի հետ, Լիբանան պետության հետ։ Գալով Հեզբոլլային, ընդհանրապես Իսրայելի այս պահանջը կամ ակնկալիքը որքանով է իրատեսական եւ ինչպես եք պատկերացնում այս փուլում նաեւ այս պատերազմի փուլում ընդհանրապես Հեզբոլլայի դերակատարությունը։ Գիտեք, այս բոլոր բռնկումներից առաջ ամեն ինչ սկսվեց իրանյան պրոքսի հենագետերի թեմ հարձակումներով եւ այդ գետերի փոխանցումներով եւ Լիբանանում եւ դրանից առաջ Գազայում, հետո Սիրիայում, որոշակի առումով Եմենում, բայց Հեզբոլլա հագարակը բացած կարողացնորեն շարունակում է դիմադրել։ Եվ բավական չէ, որ Իրանը նախապայման անպայման նշում է լիբանանյան հատվածը իր ընդհանուր պատերազմային համաձայնությունում։ Բայց Հեզբոլլայի զինաթափման խնդիրը մենաշնորհողի խնդիրը կարծում եմ սերտորեն առնչված է մեծ համաձայնություններ Իրան Միացյալ Նահանգների եւ Հեզբոլլայի հետագա ղեկավարի զենքերը հանձնելու առումով անպայման որոշվելու է Թեհրանից, այսինքն Թեհրանից է պիտի կա որոշումը Հեզբոլլայի ընդհանուր դիրքորոշման եւ ընդհանրապես բանակցություններին արձանագրված այդ կանոններին, սկզբունքներին ընդհանուր չգնալու կամ չգնալու այդ որոշումները հիմնով են կարծում եմ որ գախյանից թեփում այս բարակը։
Հնարավոր է այնպիսի իրավիճակ ստեղծվի եւ որոշ կարծիքներ կան այդ մասին, որ երբ որ հրադադար է Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև, այդ ընթացքում էլ Իսրայելը հարվածում է Հեզբոլլահի դիրքերին եւ փաստորեն ինչ որտեղ սադրում է այն իմաստով, որ կամ օգտվում է առիթից, որ Իրանը նույնպես չի հարվածում պատասխան հարված չի հասցնում Իսրայելին, կա արդյոք վտանգ, որ ինչ որտեղ վտանգը ինչպես ասել, որ հեռանկար, որ հնարավոր է ինչ որտեղ Իրանի եւ Հեզբոլլահի միջև կապերը թուլանան կամ սրանով Իսրայելը փորձում է կտրել այդ կապերը ինչ որտեղ։ Այսինքն առանձնացնել Հեզբոլլահը իրանական խնդրից։ Այո, որովհետև այս նույն հատվածը այս բոլորի մեջ եւ ազանցիալ է եւ անչափ է, այս վերջի իրադարձությունները ցույց են, բայց արդեն իսկ Իրան Հեզբոլլահ նախքին գաբերը հատկապես ռազմական օժանդակությունների առումով նույն տարողությունը չունեն, որովհետև ցիների թեմ հայտարարված ընդհանուր պատերազմից հետո նաև համակային գաբը հիմնովին վերափոխվել է, որտեղ Սիրիայի վարչագահի տապալումից հետո նոր իշխանությունները Սիրիայի Հեզբոլլահի նկատմամբ դրական չեն դիրքորոշվել, նաև եւ Սիրիայով ցամաքային գաբը Իրան եւ Հեզբոլլահ նախին իրավիճակը չի բարձում։ Ուրեմն այդ գաբերի թույլատվումը ակնհայտ է, բայց այն զինաբաշարը, որը այսօր օգտագործում է Հեզբոլլահը, թերևս հաշվի առնվում Իսրայելի կողմից եւ ուրեմն այդ ռիսկը, այդ վտանգը կա, որ Իսրայելը փորձի անկախ ընդհանուր համաձայնությունից շարունակի ինքը փորձել լուծել իր առջև դրած խնդիրները, բայց կարծում եմ արդեն ցել է ջնջամիջոց Իսրայելի վրա ոչ միասկային ընտանիքի դարբեր պետությունների կողմից, այլ հենց նաև Միացյալ Նահանգների կողմից, որովհետև այսօրվա դրադությունը այն, որ Թրամփը հաստատել է Նեթանյահուին, որ շատ ավելի զսկուշավոր պետք է լինի դարաձաշրջանը այլ անկանխատեսելի երևաններով նոր շրջան չդեղացրելու առումով։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է կարծում եմ գործողություններ եւ նախապատրաստվել բանակցությունների թեկուզ միջնորդավորված Լիբանանի հետ ուրանագիտական գաբերի հաստատման, բայց մինչև այդ իբրև նախապան հրադադարի հաստատման, որտեղ նաև Վաշինգտոն Թել Ավիվը արդեն երկու անգամ հայտարարեց, որ իրենք եւս պատրաստ են ուղիղ բանակցություններ վարելու Վաշինգտոն վեհորդի հետ։ Շատ լավ, պարոն Գանտարյան, եւ վերջում կուզեի խոսել հայ համայնքի վիճակից, թե ինչպիսի վիճակի է հայ համայնքում, մասնավորապես այդ ուժգին հարվածներից հետո։ Ուրեմն հայ համայնքը ընդհանրապես դիսկոտիներից հեռու ոչ հատկապես այսօրվա գործումները, որովհետև աշխարհացությունը այնքան ընդլայնվեց, ոչ Լիբանանը որովհետև Իսրայելը հայց որտեղ ադեմ Հեզբոլլահի հետ կապված այդ կենտրոն աստվածություն թիրախավորելու են եւ հարվածելու են։ Դա նշանակում է, որ ցանկացած վայր իրենց համար կարող է հայտնել թիրախի վարքավիճակում։ Բացի այդ, ուրեմն այդ մեկ օրվա ընթացքում ահավոր եւ բացյունների ցայները եւ ուրեմն ռազմական օտանավերը եւ անօտաչու սարքեր այս բոլոր պատերազմական թեժ իրավիճակը բնականաբար շատ զանր ճնշում է ամբողջ հասարակությանը, որոնք նաեւ Լիբանանի համայնքի վրա։ Բայց ասեմ նաեւ, որ քաղաքականական զանգված գնա շուրջ 1.300.000 քաղաքականների, փաստականների մասին է խոսքը, որոնք իրենց լքում են իրենց բնակավայրերը, բնակարանները, քաղաքները եւ դեղապաշխվում ամբողջ Լիբանանի վրա դարբեր շրջաններում, ընդ որում նաև հայկական տղամասերի մեծագա շրջանակներում, այս բոլոր իրենց հետ վերում են դաժան սոցիալական, կենցաղային, տնտեսական եւ այդ հետևանքները հաղթահարելու հրամայագրի արժեքով նաև Լիբանանահայությունը, ինչպես ընդհանրապես լիբանանյան հասարակությունը։ Նկատի ունեմ այդ ավիահարվածների հետևանքով հայ համայնքին պատկանող գույքը ենթակառուցվածքները տուժել են։
Չէ, չկան մարդկային եւ նյութական հարցեր, բայց ընդհանուր մթնոլորտը անորոշությամբ, անկանխատեսելիությամբ, անհանգստությամբ գա, սակայն ասեմ, որ խոճովային մթնոլորտ չէ, այնպեսի հապոստի մթնոլորտ չկա, որովհետեւ գիտեք, Լիբանանահայ համայնքը եւս փորձ է դարձել դարբեր բնույթի ճգնաժամեր հաղթահարելու եւ այդ առումով հատուկ կառուցակարգումներ ունի համագարկված եւ միացյալ աշխատանքներու այդ հետևանքների վերացման։ Շատ է, պարոն Գանտարյան, շատ շնորհակալություն զրույցի համար, մաղթում եմ իրավիճակի կայունություն եւ անցնցում այս հնարավորինս իրավիճակից ելք։ Շնորհակալություն զրույցի համար։ Շնորհակալություն ձեզ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Ազդակ թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտարյանի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։